Դատավարության ընթացքում հանդես են գալու բացառապես իր քաղաքական համոզմունքներով, անտեսելով իրավական կատեգորիաները, չեն ցանկանում ավելորդ խոչընդոտ ստեղծել իմ անմեղ ընկերների, փաստաբանների համար, ովքեր փորձել են իրավական բոլոր միջոցներով ապացուցել իմ անմեղ ընկերների անմեղությունը։ Միջնորդում իմ մարդով քրեական գործառնացնել եւ դատավարություն իրականացնել առանձին ինձ միայնակ դատագոչելով, շանթ համցնելով։ Այսին իմ իսմոտություն եք պատել հայտարարություն անելու։ Քանի որ սաբանչունի դրա համար ինձ էլ անում եք հայտարարությունը։ Ուրեմն այս հայտարարությունը իրեք մայր պրոպատն է վերաբերում, իշխանության յուրացման մասով։ Շուրջ 70 տարի Հայաստանի Հանրապետության վեգապատ նշանակվել է Մոսկվայից։ Այդ կարգը եղել է օրինակապ, արդյունքը լեգիտիմ։ Մանյանս և իմ ընկերները այդ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից ենք։ Հանուն Հայաստանի Հանրապետության ես տասնյակ պայմանագրեր եմ միջազգային ստորագրել և կոնվենցիաներ, որոնցով առաջնորդվելով դուք պարտավոր պետք է լինեիք վարույթ չընդունելու այս զավեշտը և ուրեմն մեր միջնորդություններին համապատասխան գնահատական տալ։ Այստեղ Սիրմյանը արդեն ասեց, որ եթե դուք առաջնորդվելու եք նույն մեթոդով, այսինքն երեկոյան ստանաք 350 էջանոց հաստատող առավոտյան արդեն վճիռ կայացնեք և հնդածս 20 քանի միջնորդություն մերժեք առանց որևէ պատճառաբանության, ապա ինչ նշանակություն ունի մեր այստեղ ներկա լինել կամ չլինելը։ Եթե այդպես է շարունակվելու, հասկանալի է։ Ձեր ինքնաբացարկի համար կհնչեն այլ միջնորդություններ, դուք տեղով ինքնաբացարկեք, դուք պարտավոր եք, դուք կարդացիք օրենքի այդ կետը, որում ասում է դատավորը պարտավոր է, եթե դուք պարտավոր եք, ապա այնքան հիմնավորումներ կան դրա համար, որը թվարկենք, եթե սկսենք թվարկել ձեր ինքնաբացարկի հիմնավորումները, մենք այստեղ 3 օր կանցկացնենք, այնպես որ միանում ենք, պահանջում ենք ունենալ ուրեմն բարոյականություն, վեր կենալ, ներողություն խնդրել, ինքնաբացարկ հայտարարել, քանի որ բազմաթիվ արդեն իսկ քրեական դատավճիռներ ընդունել եք մարտի 1-ի վերաբերյալ, որոնցից մի մասն էլ կոմպիլյացիա է արվել այս մարդկանց այսպես կոչված մեղադրական եզրակացության մեջ, այնպես որ այո, միանում ենք և արագ պահանջում ենք, որ այսօր և այդ բարիություն ցուցաբերեք և ինքնաբացարկ հայտարարեք։